Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, այսօր մենք ընտրել ենք շնչառական խնդիրների թեման, բավականին խորը եւ ծավալուն մի թեմա, այս խնդիրը իհարկե իր հետևից բերում է բազմաթիվ այլ խնդիրներ եւ հաճախ մենք չենք հասկանում, որ պարբերաբար գլխացավեր ունենալը կամ բարձր արյան զարկերական ճնշում ունենալը հենց կարող են կապվել շնչառական տարատեսակ խնդիրների հետ։ Ինչ է տեղի ունենում այդ դեպքում։ Մենք իհարկե մանրամասներ ենք ակնկալում իմանալ Իզմիրլյան բժշկական կենտրոնի գիտկոկորտական ջաբան բժշկական գիտությունների տեխնացու Անահիտ Անտոնյանից բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այս կարևոր թեմայի շուրջ ընդունեցիք հրավերս եւ պետք է զրուցենք։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Եվ այսպես շնչառական խնդիրներ, այ որտեղից է սկսվում այս խնդիրը, արդյոք մարդը շնչելիս ասես զգում է, որ ինչ որ կիսատ է շնչառությունը, ինչ որ դժվար է շնչում, թե դա այդքան էլ ակնհայտ չէ հենց այն մարդու համար, ով ունի այդ խնդիրը։ Ուրեմն դժվարաշնչությունը կարող է լինել եւ մանկական տարիքում երեխաների մոտ եւ դա նկատում են շատ հաճախ ծնողները եւ դժվարաշնչությունը կարող է լինել արդեն պատանեկան, երիտասարդ եւ ավելի հասուն տարիքում։ Այս դեպքում արդեն մարդիկ իրենք են գնահատում իրենց շնչառությունը եւ հատկապես քթային դժվարաշնչությունը։ Մանկական տարիքում դա հիմնականում կապված է լինում նշիկների եւ քիթմպանային նշիկների, այսպես կոչված ադենոիդների ֆունկցիոնալ փոփոխությունների հետ, երբ որ ադենոիդները հաճախակի հիվանդությունների արդյունքում մեծանում են, գերաճ է լինում, այդպիսի դեպքերում երեխաների մոտ առաջանում է այդ գանգատը, որը ել եմ կրկնում նկատում է ծնողը գիշերային անհագիստ քուն, խռմփոց, խրխռոց, ուտելու ժամանակ շնչահեղձության նման զգացողություն, կարծես թե երեխան շնչահեղձ է լինում եւ այսպիսի դեպքերում դիմում են բժշկի։ Իհարկե վաղ մանկական հասակում, նորածնային հասակում, երբ որ կա էլի նման գանգատ եւ մայրը նկատում է, որ երեխային կերակրելուց շնչահեղձ է լինում, այդպիսի դեպքերում էլի դիմում են նեղ մասնագետի։ Վաղ մանկական հասակում դա կարող է լինել արդեն քիթմպանային հատվածում խուաներ կոչվող քթի խոռոչի հետին հատվածի բացվածքների բնածին ատրեզիան, այսինքն նա թաղանթով փակ է եւ քթով շնչառությունը ընդհանրապես բացակայում է։ Իհարկե այս դժվարաշնչությունը երեխաների մոտ հղի է ոչ միայն թթվածնային քաղցով, ուղեղի թթվածնային քաղց, որը բերում է թերզարգացումների, նաև էսթետիկ ծնողները, երբ որ նկատում են 3-5-7 տարեկան հասակում երեխաների, արդեն վերին եւ ստորին ծնոտների զարգացման, ատամնաշարի զարգացման, երբ որ հիմնական ատամները փոխվում են, կաթնատամների ներողություն փոխվում են արդեն հիմնական մշտական ատամների, այդ ժամանակ արդեն ծնողները նաև էսթետիկ տեսանկյունով նկատում են երեխայի դեմքի դիմագծերի փոփոխություն, ծնոտի փոփոխություն։ Ավելի մեծ հասակում իհարկե դժվարաշնչությունը բերում է նաև ավելի լուրջ գանգատների, ինչպես դուք նշեցիք, զարկերական ճնշման տատանումներ, գլխացավեր, որոնց կապակցությամբ իհարկե առաջինը պացիենտները դիմում են կամ նյարդաբանների կամ նեղ մասնագետների, թերապևտների, սրտաբանների, չհասկանալով խնդրի բուն էությունը, եւ իհարկե դա երկրորդային սիմպտոմատիկ ստանում են սիմպտոմատիկ բուժում, որը որ ինչ որ չափով կարող է կարգավորել, ինչ որ չափով վերացնել ճնշման տատանումները, նորմայի բերել եւ ինչ որ չափով հանգստացնել այդ գլխացավերը անբացատրելի։ Երբ որ արդեն ուղղորդվում են, հա, մեր գոլեգաների կողմից քիթկոկորտական ջաբանների մոտ կամ պացիենտները իրենք որոշում են այսպես կոչված այսօր շատ ընդունված գլխի կատե կամ MRT հետազոտություն անցնել, այստեղ արդեն հայտնաբերվում է բուն պատճառը, քթային շնչառության դժվարացումը, որը որ անատոմիական փոփոխությունների արդյունքում է ի հայտ գալիս եւ քթի հարակից խոռոչների այլ հիվանդություններ, որոնք սիմպտոմատիկ կարող են բերել գլխացավի եւ այդ գլխացավը արդեն հետադարձ ճանապարհով կարող է բերել զարկերական ճնշման տատանումներ, ոչ միայն բարձրացումներ, նաեւ անկումներ։ Այսպիսի դեպքերում արդեն խնդիրը լուծում են քիթկոկորտական ջաբանները կամ կոնսերվատիվ եղանակով կամ վիրաբուժական եղանակով։ Կոնսերվատիվ էլ է հնարավոր։ Այո,
Եվ իհարկե կարելի ասել, որ այդ գանգատները արդեն երկրորդային պլան են գնում եւ բավականին կարգավորվում է նաեւ ինչու՞ չէ զարգերակային ճնշումը նորմալ թվերի Գլխացավերը կարող են անցնել այդուհետ։ Այո, ուրեմն այսպիսի ախտորոշումներ ունենք մենք, թե հարակից խոռոչների հիվանդությունները դրանք կիստաներն են, որոնք ձևավորվում են գտի հարակից խոռոչներում եւ մեծամասամբ հայմորյան խոռոչներում վերինծնոտային։ Դրանք պոլիպոս փոփոխություններն են եւ իհարկե սուր սինուսիտները, սուր թարախային սինուսիտները եւ այդ գլխացավերի առաջացման մեխանիզմը բացատրվում է տրիգեր համախտանիշ է կոչվում, բացատրվում է երրորդյակ նյարդի ճյուղերի գրգռմամբ երրորդյակ նյարդը իր 3 ճյուղերով մեկնաբանեմ, հա, նյարդավորում է վերին ստորին ծնոտները եւ վերհոնքային շրջանը, կարելի ասել զգացող ներվ է, կարելի ասել դեմքի աջ եւ ձախ կեսերը ամեն կողմից եւ այդ նյարդի զգայարաններով, արդեն զգացողություններով ցավը հաղորդվում է կենտրոնական նյարդային համակարգ եւ արտահայտվում է կարծես թե հրամանի տեսքով գլխացավի կամ դեմքի մի կեսի կամ թափառող ցավերի տեսքով, որը շատ հաճախ նույնացնում են, նույնականացնում են միգրենի եւ նյարդաբանները շատ հաճախ լինում են պացիենտներ դիմում են, որ նյարդաբանի մոտ բուժվում ենք միգրենի կապակցությամբ, բայց պարզվում է, որ այնտեղ կա հարկթային խոռոչներից մեկում կիստա, բավականին մեծ եւ այդ կիստաները, եթե բավականին մեծ են եւ զբաղեցնում են ամբողջ խոռոչը, վիրահատությունից անմիջապես հետո, կիստան հեռացնելուց անմիջապես հետո, երբ որ պացիենտը տեղափոխվում է պալատ, մոռանում են այդ գլխացավը իսպար։ Եվ այո, իսպար վերանում են այդ մեխանիզմով առաջացած գլխացավերը։ Տիկին Անտոնյան, այ բացի այն, որ գլխացավը նշեցիք անմիջապես վերանում է, եթե այս խնդիրը անպեսվում է կամ մարդը վախենում է գնալ վիրահատության, խոսքով որոշում չի կայացնում վիրահատվել, ինչպես ցույցում է բժիշկը, ինչ այլ խնդիրներ սա կարող է իր հետևից բերել։ Գլխացավեր, որոնք որ նրանք չեն կոռեկցվում ցավազրկողներով, ոչ մի տիպի ցավազրկողներով, դա կարող է բերել նաև անհանգիստ քուն, գիշերային անհանգիստ քուն, արտանալուց արդեն հոգնածություն եւ ֆիզիկապես, հա, հոգնածություն եւ մտավոր հոգնածություն, աշխատունակության որոշակի իջեցում, տրամադրության անկում, կարելի ասել, որովհետև այդ գլխացավը անընդհատ կարծես թե ուղեկցում է, այո, կյանքի որակը իջնում է, այսպես ասեմ։ Ահա, շատ լավ, եւ դուք նշեցիք, որ բացի վիրահատական միջամտությունից կարելի է նաեւ բուժման թերապիա անցկացնել։ Արդյոք սա դեղորայքային բուժում է ենթադրում իր մեջ, այո։ Այո, սուր ռինոսինուսիտների դեպքում, երբ որ խոռոչները առաջին անգամ պացիենտը դիմել է ուժեղ գլխացավերով եւ նշում է նախորդող ինչ որ վերինշնչական ուղիների ռեսպիրատոր, հա, ինչ որ ինֆեկցիոն հիվանդություն, այդպիսի դեպքերում ստանում է սիմպտոմատիկ բուժում, տեղային անոթասեղմիչ կաթիլներ, տեղային անտիբիոտիկներ պարունակող կաթիլներ, տեղային հորմոններ պարունակող կաթիլներ, գտի խոռոչից Դրանք թեթևացնում են խնդիրը, թե վերացնում։ Այո, նաև վերացնում են, երբ որ խոռոչը ամբողջովին անտիբիոտիկներ, հակաբորբոքայիններ, եթե ջերմություն է ուղղորդում ջերմիչեցնողներ եւ այսպիսի դեպքերում այո խնդիրը լուծվում է այսօր միջազգային տվյալներով գանգատների դեպքում եթե սուր, հա, առաջին անգամ դիմել է պացիենտը կարելի է սիմպտոմները գանգատները լսելով անցկացնել սիմպտոմատիկ բուժում, երբեմն անում ենք մինչև եւ բուժումից հետո ռենտգեն կամ կատե հետազոտություն համեմատական, այո, եւ տեսնում ենք, որ այո, խնդիրը լուծվել է, այո, ոչ միայն պացիենտի իր գանգատներով, նաեւ միջնապատի դեպքում, եթե դժվարաշնչություն կա, նույնպես հնարավոր է։ Տեսեք, եթե կա ուրեմն միջնապատի դեֆորմացիա, որի արդյունքում կա դժվարաշնչություն, ուրեմն էլի ասեմ միջազգային տվյալներով ամբողջ պոպուլյացիայի մոտ 3%-ի մոտ է, որ միջնապատի թեքվածության խնդիր չկա, բայց ամեն թեք միջնապատ չէ, որը բերում է դժվարաշնչության, այսինքն ֆունկցիայի, գտի խոռոչի բուն ֆունկցիայի խանգարման եւ պետք է վիրահատել։ Լինում են դեպքեր, որ հետազոտությունով ռենտգեն կատե հետազոտությունով հայտնաբերում ենք բավականին ծուռ, հա, ծռված միջնապատ, ընդ որում
լինում է նաև հաճախ դեպքերում անամնեզում նախկինում տարած քթի տրավմա են նշում, բայց ոչ մի գանգատ չի ներկայացնում պացիենտը, ոչ թթվածնային քաղցի պատկեր կա, ոչ դժվարաշնչություն, ոչ հեվոցի զգացողություն, ոչ գիշերային դժվարաշնչություն։ Հետևաբար պետք չէ միջամտել։ Հետևաբար, այո, հետևաբար դա ուղղակի հայտնաբերել ենք եւ այդպիսի դեպքերում բնականաբար ոչ մի միջամտություն չի առաջարկվում պացիենտին, բայց եթե կա գանգատ դժվարաշնչություն, հատկապես գիշերային քնի խանգարում, հիմնականում զուգընկերներն են դա ներկայացնում, որ ներշնչեց, արտաշնչեց եւ շնչական դադար, կարծես թե պացիենտը չի շնչում, մենք դա անվանում ենք գիշերային քնի ապնոյե, դա շատ լուրջ վիճակ է եւ եթե կա նմանատիպ գանգատ, մենք միանշանակ առանց հապաղելու ցուցում ենք վիրահատություն, միջնապատի ուղում շնչառության վերականգնում, որովհետեւ դա հղի է շատ լուրջ բարդություններով, այո, նման պացիենտները օրվա ընթացքում լինում են քնկոտ, հոգնած, գերհոգնած եւ ստատիստիկա էր կատարվել Միացյալ Նահանգներում, որ ավտովթարների մոտ 40%-ի դեպքերում վարորդը ուղղակի ղեկին քնել է, որը ունեցել է այդ գիշերային քնի ապնոյը։ Այո, նմանատիպ գանգատ, այո, տանը չի եղել, ենթադրենք, այլ քնել է։ Այո, քնել է եւ այդ դրա արդյունքում եղել է ավտովթար կիսատ քուն է ունեցել։ Շատ լավ, բժշկուհի, եւ արդյոք կարող են գլխացավերի պատճառներից մեկը լինել նաեւ ոչ թե դժվարաշնչությունը, այլ ենթադրենք հայմորյան խոռոչների բորբոքված լինելը, սա նույնպես կարող է այսպիսի հետևանքի բերել։ Այո, ես արդեն նշեցի, որ հատկապես կիստաների դեպքում տրիգեր մեխանիզմով կարող է առաջանալ գլխացավ եւ դեմքի տվյալ կեսիցավ, որ խոռոչում կոնկրետ հայտնաբերվել է հայմորյան խոռոչի կիստան, նշեցինք նաև սուր սինուսիտները, որ ժամանակավոր բնույթ են կրում, իհարկե, երբ որ բուժում ենք, այդ թարախային process-ը մաքրվում է, գանգատներն էլ վերանում են, եւ իհարկե քրոնիկ սինուսիտները արդեն քրոնիկ հայմորիտները, հատկապես պոլիպոզ, երբ որ էլի քթի հարակից խոռոչների լուծաթաղանթը ձևափոխվում է, խոռոչները լցվում են ամբողջությամբ պոլիպներով, էլի ճնշման մեխանիզմով, մեխանիկական, տրիգեր մեխանիզմով եւ թթվածնային քաղցի, իհարկե, որը էլի բերում է ուղեղի սնուցման խանգարման, անոթային փոփոխությունների եւ այո, որտեղից եկանք ուր։ Եվ այո, էլի դժվարաշնչությունից մինչև գլխացավեր, նույնիսկ ծնոտի ձևավորում շատ հետաքրքիր է։ Եվ նման դեպքերում միանշանակ վիրահատական միջամտություններ, հետագա արդեն հսկողություն, որտեսի խնդիրը նորից չկրկնվի։ Այո, վիրահատությունից հետո հավանական է, որ այն կկրկնվի։ Եթե ալերգիկ բնույթ ունի, այո, խնդիրը, նրանք այո, հակում ունեն կրկնվելու, բայց այսօր բժշկությունը հասել է մի մակարդակի, որ դա էլ ունի իր լուծումը, արդեն որ չհասնի նմանատիպ մեծ ծավալի վիրահատության, կան դեղորայքներ, որոնք որ նույն ընկճում են ալերգիկ պոլիպների զարգացումը, իհարկե Հայաստանում է դեղորայքի մի տարբերակն է դեռ գրանցված եւ այդքան էլ մատչելի չէ, բայց ամեն դեպքում կա, այո, եւ մենք մեր քիթկոկորտակաջաբանների ասոցիացիայով աշխատում ենք դարձնենք ծրագրային այդ հարցը, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել նման բուժումից, որովհետև իհարկե վիրահատությունը ցուցում, բայց լինում են պացիենտներ, որոնց հակացուցված է անել մեծ ծավալի վիրահատություններ, եւ այս դեպքում առաջ միակ ելքն է։ Եվ այո, միանշանակ կոնսերվատիվ բուժումը բավականին մեզ օգնում է օգնել նմանատիպ պացիենտներին վերականգնել շնչառությունը, առաջին հերթին կյանքի որակը, որից որ առաջին հերթին գանգատվում է մարդը, եւ իհարկե հանգիստքում նորմալ շնչառություն եւ հանգիստ նյարդեր։ Եվ հանգիստ նյարդեր։ Այո, շնորհակալ եմ շատ կարևոր ինֆորմացիայի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելիներս, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար։ Մենք շնչառական խնդիրների մասին զրուցեցինք Քիթմիրլյան բժշկական կենտրոնի քիթկոկորտականջաբան բժշկական գիտությունների տեխնացու Անահիտ Անտոնյանի հետ։ Եթե ունեք նմանատիպ խնդիրներ, միանտեսեք, քանի որ բժշկուհին ներկայացրեց, թե մի փոքր տվացող խնդրից, շնչառական ոչ խորը, ոչ ճիշտ շնչելու խնդրից կարող է ինչպիսի խնդիրների առջև կանգնել մարդը։ Այնպես որ ժամանակին զբաղվեք այս խնդրով, իսկ Անահիտ Անտոնյանին կարող եք հանդիպել այցելելով Քիթմիրլյան բժշկական կենտրոնի քիթկոկորտ ականջաբանության բաժանում։ Այսքանը հանդիպենք։ Ֆիլմ ջրեն ջուր խմելու ժամանակն է։
Ողջույն առողջ սպորտի էջի բոլոր սիրահարներին։ Այսօր եկել եմ ձեզ մարզիչ օգնությամբ ցույց տալու ուսերը մարզելու վարժություն։ Շատ հաճախ մենք մարզում ենք միայն ոտքերը, ձեռքերը, մեջքի մկանները, սակայն այդպես էլ մոռանում ենք առանձին մարզել ուսերի մկանները, որը անչափ կարևոր է գրագետ եւ ճիշտ կեցվածք ունենալու համար։ Հիմա այս մարզիչ օգնությամբ ձեզ ցույցադրեմ, թե որն է ուսերը մարզելու ճիշտ վարժությունները։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ես ընդհատում եմ ձեր մարզումը եւ խնդրում եմ մեր հեռուստադիտողին ցույց տաք, թե ուսերը առհասարակ մարզելը նախ խոսենք ինչով է կարևոր։ Ուսերը ուրեմն սենց բարև ձեզ նախ ներկայանամ իմ անունը Աշոտ է, ես աշխատում եմ Հիսպորտ կոմպլեքսում որպես մարզիչ, մարմնին գեղեցիկ կեցվածք են տալի, նախ ուսերը եւ հետո մեջքը։ Եթե ուսերը եւ մեջքը պարապացած չլինեն, մարմինը գեղեցիկ կեցվածք չի ունենա։ Ես հիմա ձեզ ցույց կտամ ուսի դիմացի դելտայի համար նախատեսված վարժությունն է, դա։ Շատ լավ։ Վերցնում ենք անտերները, պահում ենք դիմաց։ Պետք է շատ ծանր քաշով կատարել, թե ոչ այնքան։ Հաշվի առնելով ինչ ենք մենք ուզում, եթե ուզում ենք ընդհանուր մասայի վրա աշխատել, որպեսզի ուսերը մեծացնենք, անում ենք ծանր քաշերով։ Եթե ուզում ենք այն ինչը որ ունենք դա պահենք, ավելի միջին կամ թեթև քաշերով։ Լսենք, բարձրացնում ենք անտերը դեմ դիմաց, ուսից մի փոքր ներքև, պահելով։ Մի փոքր ֆիքսում ենք վերևում ու իջացնում ենք ներքև։ Հիմա դուք կատարում եք 6 կիլոգրամով, չէ՞ Աշոտ։ Այո։ Ես կատարում եմ 6 կիլոգրամով, որտեղ դից ցույց եմ տալի ոնց պետք է կատարել վարժությունը։ Այո, նկատի ունեմ դա պահպանելու նորմալ քաշն է։ Պահպանելու նորմալ քաշ է, իրականում կատարում եմ շատ ծանր։ Այո։ Աշոտ, իսկ սա կարելի է նաև կատարել կանանց, թե միայն տղամարդկանց է այս վարժությունը ավելի Այդ հարմար։ շատ հարց էր, որովհետև կանայք երբ որ գալիս են պարապելու եւ իրենց պարապմունքի ընթացքում ասում ես այսօր ուս պետք է աշխատենք, ուսի վրա պետք է աշխատենք, որոնը խուսափում են եւ վախենում են Մտածելով ուսը ավելի կլայնանա, որ այո։ ուսերը շատ կլայնանա։ Բայց ես դες հավաստիացնում եմ ցանկացած գրագետ պարապմունքի դեպքում ուսերը կունենան ոչ թե աղջիկները կունենան լայն ուսեր, այլ գեղեցիկ սիրուն ուսեր կունենան, որը կբերի գեղեցիկ մարմնի կազմվածքի։ Այո։ Շատ հեշտ վարժություններ, կարծում եմ շատ կանեք, սա կսկսեն կատարել ձեր ցույց տալուց հետո։ Կարող եք եւս մեկը ցույց տալ, որը հարմար է ուսերի Հիմա համար։ ցույց կտամ, ուսերի համար, ուսերի կողքի դելտայի համար ցույց կտամ հիմա վարժություն։ Նորից փորձենք անենք 6 կիլոգրամ անոսներով, լավ։ Ուրեմն պահում ենք կողք։ Ոչ այլով։ Կներեք, ստոպ, ահա։ Կանտեները պահում ենք կողք։ Ուրեմն ստեղ ավելի ամենակարևորը, որ բարձրացնելու դեպքում լինի կիսակլոր, այսինքն լինի ուսը, հետո արմունկը, հետո նոր դաստակը։ Բարձրացնում ենք այստեղ, ուսից մի փոքր ներքև ու կատարում ենք 10-ից 12 անգամ։ Այ հետաքրքիր է, եթե ավելի բարձրանա ձեռքը, սա ինչով է սխալ։ Ավելի բարձրանալու դեպքում միանում է նաև ուսի այս վերևի հատվածը, որը որ մեզ պետք է, եթե մենք աշխատում ենք ուսի դելտայի կողքի մկանի համար, ուրեմն ավելի լավ է ուսից մի փոքր ներքև, որպեսզի դելտան ավելի լարված լինի։ Այո։ Իսկ ինչքան վերև բարձրացնում ենք, այդքան կողքի դելտայի լարվածությունը ընկնում ավելի շատ։ Իսկ սա թևերը լայնացնելու հակում չունի այս վարժությունը։ Ոչ, նորից, եթե պարապենք ավելի գրագետ, ապա ոչ թևերը կլայնանա, ոչ էլ ուսերը կլայնանա, ուղղակի ավելի ձիգ կլինի եւ սիրուն կազմվածք կունենա։ Շատ լավ։ Թե տղաները, թե աղջիկները։ Քանի հատ պետք է կատարել այս վարժությունը։ 3-ից 4 մոտեցում, 10-ից 12 անգամ։ Այո։ Շնորհակալ եմ Աշոտ, եւ մենք ունենք մեր հովանավորի կողմից հատկացված ֆիտ ջրերը։ Օրինակ, ուզում եմ ձեր կարծիքը նաեւ իմանալ մարզվելու ընթացքում ջուր խմելու մասին։ Մարզվելու ընթացքում ջուր խմելը պարտադիր է ինչու համար, որովհետեւ երբ որ մենք մարզվում ենք, մեր քրտնագետները սկսում են ավելի ակտիվ աշխատել եւ օրգանիզմը ջրազրկվում է։ Իսկ օրգանիզմը ջրազրկվելուց հետո մենք ինչ պետք է անենք։ Օրգանիզմին ջրով ապահովենք։ Հիդրացնենք։ Իհարկե։ Այնպես որ հարգելներս ֆիտ ջրերը հենց նախատեսված են մարզումների համար, դրանք հարմար են եւ տուփով եւ իհարկե իրենց լրացուցիչ միկրոտարերով հարստացված լինելով։ Մարզվեք հաճախ եւ եղեք առողջ, կհանդիպենք։ Շնորհակալություն։
կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics